Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թալանչի, սրիկա ու ստահակ բառերով արձագանքեց եւ նույնատիպ մեղադրանքներով հակադարձեց իր ընտանիքի հասցեին հնչող պնդումներին, թե իր պաշտոնավարման տարիներին բազմաթիվ առանձնատներ ու պետական գույքեր են ձեռք բերել, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Իրանց մի խնդիր ունեն ցույց տալու, որ մենք իրանց նման ենք։ Չեն էլ փորձում ապացուցեն, որ իրանք թալանչի սրիկա ստահակ են, կներեք այս բառակապակցությունների համար։ Իրանք հիմա ուրիշ խնդիր են դրել։ Իրանք վարչապետը Ֆրանսիայում 3 միլիոն բանով եվրոյով տուն է գնել։ Քոչարյանասերժական ստահակ զանգված էլ չէ փորձում ապացուցի, որ իրանք բան են։ Եվ մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2 տարի առաջ ավարտված դատական գործը հիշեց 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով նախկին նախագահին արդարացնելուց հետո դատարանը վաղեմությունն անցնելու հիմքով կարճեց Քոչարյանի մեկ այլ կաշառքի գործը։ 3 տարի դատարանը քննում էր արդյոք Քոչարյանը $3 միլիոն է վերցրել գործարար Սիլվա Համբարձումյանից։ Այդ ընթացքում երկրորդ նախագահը դիմել էր դատարան իր դեմ ընթացող գործը անավարտ թողնելու եւ վաղեմությունն անցնելու հիմքով կարճելու պահանջով։ Այդպես էլ եղավ, դատախազն այդ ժամանակ նշեց, որ սա ոչ արդարացման, ոչ էլ մեղադրական որոշում է։ Մինչդեռ այսօր երկրի ղեկավարը մի քանի անգամ շեշտեց, երկրորդ նախագահը կաշառակեր է դատարանի որոշմամբ։ Օրինակ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Եվ դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Որովհետև մարդը գնացել է իր դեմ կաշառքի գործը, ասել է վաղեմության ժամկետ կիրառեք։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում է, որ ինքը կաշառակեր է։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը եւ այլն եւ այդպես շարունակ։ Լավ ամեն ինչին չափ կա, սահման կա։ Իրանք էլ չեն ժխտում, որ բանում Հունաստանում կղզի ունեն։ Ֆենոմենալ է, ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն։ Ինքը Ռոբերտ Քոչարյանը վերջերս մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում իր հերթին կասկած էր հայտնել, թե վարչապետ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է։ Այս մասին նա խոսել էր անդրադառնալով իշխանությանը վերագրվող կոռուպցիոն գործերին, այդ թվում լուծարված անիվ հիմնադրամին։ Ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը $65 միլիոն հարկատուների կողմով։ Հետո ստեղծել օֆիս։ Ընկեր Արազատ Խանամի բանման ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում 2 ամիս այդ փողն անհետացել։ Այս մարդը Դեվիդ Կոպերֆիլդն է։ Սրանց ճակատներին պետք է sense տատու անել։ Կոռուպցիոն հանճարներ։ Այսօր էլ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին Նյուզեյեմին ասել է. Իր օրոք անիվից անհետացած $65 միլիոն, Հայաստան համահայկական հիմնադրամից ցնդած $100 միլիոն, ինչպես նաև այլ ահռելի գումարներ արդեն առարկայանում են տարբեր երկրներում դղյակների տեսքով, իսկ նա շարունակում է իր հին ցնորքը կղզիների մասին։ Զարմանում ես այդ մարդկանց ինչ կապ ունի, մի հատ մեկը կարա բացատրի Վարդան Օսկանյանը եւ իր կինը ինչ կապ ունեն, որ Դիլիջանում պետքա մանկապարտեզ վերցրած լինեն։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել են նաև արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն ու իր տիկինը Նանի Օսկանյանը, որոնց երկրի ղեկավարը մեղադրել էր Դիլիջանում մանկապարտեզի շենքը վերցնելու եւ գրեթե 2 տասնամյակ անխնամ վիճակում թողնելու համար։ Օսկանյանները նշել են, թե շենքը ոչ թե իրենց, այլ առաջինը երեխաներին բարեգործական կազմակերպությանն է տրամադրվել։ Այն ժամանակ, երբ կազմակերպությունը ստանձնեց շենքի պատասխանատվությունը, այն ոչ օգտագործման վիճակում էր։ Շենքը լիովին վերանորոգվեց, կահավորվեց եւ դարձավ ֆունկցիոնալ։ Ցավոք շուտով շենքը լուրջ վնասներ կրեց առեղծվածային հրդեհի հետևանքով, որն առաջացավ կեսգիշերից հետո։ 2018 թվականի զարգացումներից հետո կազմակերպության տնօրինության խորհուրդը որոշեց ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը, սպասելով ավելի կայուն ժամանակների։ Օսկանյանները պնդում են, որ շենքը վերադարձրել են, երբ տեղական իշխանությունները դիմել են այն վերադարձնելու խնդրանքով։